Հրազդանի սրտում Կոտայքի մարզպետարանի դիմաց ինչ ասես չեն գրե փնթի նման էլի ցուցանակ պետք է լինի էլի որ գրված լինի Հունիսի 2-ն է Հրազդան քաղաքի, կարելի ասել հենց Հրազդան քաղաքի սրտում ենք մարզպետարանի հարևանությամբ ըստ բնակիչների այս հուշարձանը պետք է ամբողջական կառուցվեր եւ պատրաստ լիներ, սակայն չգիտես ինչու կիսատ է մնացել, դա ըստ բնակիչների եւ սա Հրազդանի խորհրդանիշներից մեկն է համարվում, այդպես էին նշում նաև հրազդանցիները, բայց ցավալի է եւ բավականին դատապարտելի է, որ քաղաքի կենտրոնում, Հրազդանի սրտում, Կոտայքի մարզպետարանի մի քանի 100 մետր այս հուշարձանը կարելի ասել սարքել են փնթի գրատախտակ թե դրսում պատերին, թե ներսում ինչ ասես գրել են նույնիսկ որոշ հատվածներում էլ փորագրել են արդյոք սա եկեղեցուն է պատկանում թե քաղաքապետարանին, Հրազդանի քաղաքապետարանին, թե հուշարձանների պաշտպանության այդպիսի կոմիտե կար, չգիտեմ հիմա կա թե ոչ, հավանաբար նաև կրթության գիտության նախարարությանը, բայց որ բարձի թողի վիճակ է, ահա որ վիճակ է, դա պետք է առաջին հերթին ուզի Կոտայքի մարզպետին, Հրազդանի քաղաքապետին, կրթության գիտության մշակույթի նախարարին, քանի որ
հրաշալի կոթող է, թեպետ անավարտ, բայց գոնե կարգի բերվի, այդ գրածները մաքրվի, կարելի է նաև տեսախցիկ դնել, որպեսզի մյուս անգամ մաքրելուց հետո չփորձեն նման խզբզ անհասկանալի տառեր, բառեր, ինչ ասես չգրեն։ Հիմա որ մտնենք ներս, տեսնեք, ներսում էլ նույն պատկերն է։ Մեղադրում ենք արդարացիորեն իդեպ ադրբեջանցիներին ու թուրքերին, որ հայկական բազմաթիվ կոթողներ, եկեղեցիներ, հուշարձաններ, վիժվասները ավիրում են, բայց մերը չենք պահում։ Հիմա մտնում ենք ներս, տեսեք, պատերին ինչ ասես չկա գրած, մոմերի համար, որտեղ որ մոմ են վառում, տեսնում եք ինչ վիճակ է, ինչ ասես չկա գրած։ Ինչ ասես գրած է նաև Աստված սեր է, այո, Աստված սեր է, բայց Աստծո տունը մի ապականեք այդ ձեր սուտ գրելով։ Հայր մեր, որ երկինս է Սուրբ Եղեցի անուն քո, Եկեցի արքայություն քո։ Ամբողջ, ուզում եմ հավատամ, Կոտրակի մարզպետը մի բան կանի, քաղաքապետն էլ Հրազդանի, որովհետև երևի չգիտեն էլի, որ իմանան, ես այդ կարծիքին եմ, ժողովուրդ ջան, որ իմանան հաստատ, ինչ ասես չեն գրել։ Ինչ ասես չկա գրած։ Աշկից դիմենք Գագիկ Ծառուկյանին, հաստատ կանի, կարգի կբերի։ Ու տեսնում եք, մի քանի 100 մետր այն կողմը մարզպետարանն է։ Մարզպետարանը և նաև քաղաքապետարանը։